պետություն, ժողովրդավարություն, քաղաքացի, այս բոլոր բառերն արտահայտությունները ունեն կարևոր իմաստ եւ ունեն կարևոր հղումներ։ Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է քաղաքացու օրը։ Տոնի շրջանակում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Շիրակի մարզի բոլոր համայնքներում անցկացվել են «Մենք ենք մեր պետությունը» խորագրով միջոցառումներ, բանախոսություններ, մշակութային ծրագրեր եւ հանրակրթական հաստատությունների նախագծային աշխատանքներ։ Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցում կազմակերպված հանդիպան ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության փորձագետ Անիկ Քոչարյանը։ Տեսարանը հիմնականում երիտասարդներից էր կազմված, իսկ քննարկումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով հարց ու պատասխանով եւ բաց զրույցի մթնոլորտում։ Անիկ Քոչարյանի խոսքով քաղաքացու օրը կարևոր առիթ է, որպեսզի յուրաքանչյուր մարդ վերաիմաստավորի իր դերը պետության կյանքում, հասկանալով ոչ միայն իրավունքները, այլև պարտականությունները։ Մարդիկ անդադ դժգոհում են, ասում են, պետությունը ինչ պետք է անի, իսկ ինքներս մենք մեզ այդ հարցը տվել ենք, իսկ ինչ պետք է անեմ ես որպես քաղաքացի պետության համար։ Եվ եթե ուզում եմ օրինակ ունենալ զարգացած կամ կայուն պետություն, ինչով եմ պատրաստ զոհաբերել, ինչ եմ պատրաստ տալ այդ կայուն զարգացած պետությունը ունենալու համար։ Կրթության փորձագետի խոսքով քաղաքացիական պատասխանատվությունը սկսվում է ամենապարզ գործողություններից՝ օրենքի պահպանումից, հարկերի վճարումից, հանրային քննարկումներին մասնակցությունից եւ համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածությունից։ Եվ որպես քաղաքացի մենք շատ ժամանակ մեր դերը չենք գնահատում, չենք մասնակցում հանրային քննարկումներին, հետո ասում ենք մեր փոխարեն որոշում կայացրեցին, որովհետեւ մեզ որպես մարդ, որպես քաղաքացի շատ հեշտ է պատասխանատվությունը մեր ուսերից գցել մեկ այլի վրա։ Այս բaragայում մեկ այլը պետությունն է, բայց պետությունը դա մենք ենք։ Այո, մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր պետության տերը, ամեն օրվա փոքրիկ քայլերով։ Հանդիպման ընթացքում հնչեցին տարբեր հարցեր՝ արտերկրում սովորելու հնարավորությունների, Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու, ինչպես նաև երկրի ապագայի շուրջ երիտասարդների պատկերացումների մասին։ Շատ ուրախ եմ, որ հնչեցին օրինակ կարծիքներ, որ պետք չէ անդադ լինել զոհի դերում եւ ներկայանալ զոհ, այլ ինքներս պետք է կարողանանք քայլեր անել զարգանալու, առաջ գնալու համար։ Շատ ուրախ եմ, մենք շատ լավ երիտասարդություն ունենք, պարզապես նման միջոցառումները, քննարկումները իրենց հետ պետք է շատ լինեն, որովհետև մեդիա պատերազմների դարաշրջանում ապրելով, անդադ անհանգստությունների դարաշրջանում ապրելով շատ կարևոր է, որ փոքր տարիքից իրենք կայուն հասկանան, թե ինչ դեր ունի պետությունը եւ ինչի է կարևոր պետությունն ու պետականությունը պահպանելը եւ բնականաբար թե իրենք ինչ պետք է անեն, ինչպես պետք է սովորեն, որպեսզի լինեն այն քաղաքացին, որը կառուցելու է այն պետությունը, որ մենք բոլորս երազում ենք։ Մասնակիցները նշում են, նման միջոցառումները կարևոր են հատկապես այն առումով, որ երիտասարդներին սովորեցնում են չլինել անտարբեր եւ մտածել պետության զարգացման մասին եւ ոչ միայն։ Երիտասարդների մեջ առհասարակ ներշնչելը, որ պետք է պետության մասին մտածել եւ հատկապես որ անտարբեր չլինեն, դա շատ կարևոր է։ Թեկուզ փոքր հասակից բոլորի իմանան, թե ինչպես պետք է լինել ճիշտ քաղաքացի ու մասնակցել հանրային այդ քննարկումներին ու կարողանան նաև իրենց փոքր գործով օգնել պետությանը դառնալ ավելի հզոր ու ավելի անկախ։ Կարելի է ասել, որ պետությունը միայն պետական կառույցների համակարգ չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության, պատասխանատվության եւ ամենօրյա փոքր քայլերի համատեղ արդյունք։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։